Ուզում եմ խոսել կրկնվող կեսարյան հատումների և դրանք բարդությունների մասին։ Կարծում եմ ակուշեր-գինեկոլոգների այսօրվա համար մեկ խնդիրը հնարավորինս չունենալ առաջին սպին արգանդի վրա, այսինքն բնական ճանապարհը նախընտրել և ձեռնպահ մնալ կեսարյան հատումներից, որպեսզի հետո չունենանք այն բոլոր բարդությունների շարքը, ինչ իր հետևից բերում է արդեն մեկ անգամ արված կեսարյան հատումը։ Դա լրջորեն բարդացնում է և վիրահատության վիճակը, և կնոջ հիվանդացության, հարակից օրգանների վնասման հավանականությունը։ Շատացել է այս նույն կրկնակի սպիների պատճառով նաև հղիությունները սպիի շրջանում և սպիով պայմանավորված առաջադիր ընկերքներն ու սերտաճումները, որոնք որ պատճառ են դառնում մեծ արյան կորուստներով վիրահատությունների, ինչպես նաև կնոջ որոշակիորեն, չեմ ուզում այդ բառը տենց կտրուկ ասել, բայց հաշմանդամության արգանդի հեռացման առումով երիտասարդ կանայք են, այո, ես կարծում եմ, որ արգանդի կորուստը կարելի է դիտարկել, որ ամեն դեպքում նրա կյանքի հետագա շարունակության վրա իր մեծ ազդեցությունն է ունենալու։ Հետևաբար մեր խնդիրները կրկնակի կեսարյան հատումներ չունենալն է, ակուշեր-գինեկոլոգներից, իսկ դրա միակ ճանապարհը առաջի կեսարյան հատում չունենալն է։ Ես կուզենամ, որ մեր կանայք լինեն շատ ուշադիր իրենց առողջության նկատմամբ, ուշադիր լինեն իրենց թելադրվող ցուցումների մասին, հետաքրքրվեն արդյոք այդ իրավիճակը միայն լուծվում է կեսարյան հատումով, կարելի է արդյոք ալտերնատիվ ճանապարհով գնալ, կարելի է փորձել ինքնուրույն ծննդաբերությունը, որովհետև այսօր իրավիճակային և վիճակագրորեն ապացուցված է, որ 80-85% կանայք պիտի կարողանան ինքնուրույն ծննդալուծվել և 10-15%-ին պիտի արվի կեսարյան հատում։ Ունենք լրիվ հակառակ իրավիճակը, սկսել ենք շատ անել կեսարյան հատումները, հետևաբար շատ կանգնել նաև հետկեսարյան հատումային, կրկնակի կեսարյան հատումային բարդությունների առջև։